Պաներ քույրեր փարտիրոջը փարտանք ասուն այսօր համար շնորհակալ ենք որ Տերը մեզի կամեցավ նորից իրարու տեսանք Աստված թող մեզ իր հետ եւ ձեզ հետ մեզ բոլորիս հաղորդակից դարձնի Աստծո խոսքի եւ շնորհքի կամքի համաձայն թող իր անունը փառավորվի Օրհնյալ է մեր Աստվածը սիրելիներ շնորհակալ ենք որ այստեղ ենք Տերը մեզ բերեց, որբեզի նորից լսել տա իր կենաց խոսքերը, որբեզի միշտ իր խոսքի համաձայն նայենք, ապրենք, քայլենք, ընտանանք սիրելներ եւ Հիսուսի անունը փառավորվի Հավիդյանը Սավդենից, փառք իրան։ Երբ որ Ալբերտ եղբայրը խոսում էր սիրելներ Աստծո խոսքի վերաբերյալ, որ իրապես միշտ նայենք Աստծո խոսքին Տերը թող օգնական հասնի, ես նախորդ այդ վերաբերյալ ուզում եմ կարդամ մի համար եւ դրա վրա մեկ քիչ այդպես խորենք, նայենք Աստծո խոսքի եւ կամքի համաձայն ուզում եմ Եբրայեցիների 12-րդ գլխի 2-րդ համարը կարդամ սրան։ Եբրայեցիս 12:2 Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, ու այն ուրախության համար, որ իր առջև կեցած էր խաչը հանձն առավ, ամոթար համարեց ու ասոյատորի աջ կողմը նստավ սիրելներ։ Եվ առաջի պարբերությունը Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Ինչ է նշանակում սա սիրելներ։ Սա չի նշանակում մենք պետք է նայենք, տեսնենք Հիսուսին որտեղ պետք է գտնենք, որտեղ է Հիսուսը, կարող է միտեղ պահված է կամ թաքնված է։ Հիսուսին նայում ենք իր խոսքի միջոցով։ Հիսուսին տեսնում ենք իր խոսքի միջոցով, իր խոսքի համաձայն։ Ով է այսօր Հիսուսին նայում։ Այսպես, կոնկրետ ես մտածում եմ, ես ում եմ նայում, որտեղ Աստվածաշունչ գիրքը մեզի շատ տեղերում, ես իհարկե օրինակները կբերեմ, որ շատ են, այդպես տասնյակ օրինակներ կան, որ մարդիկ որ ժամանակ ում են նայի, ես այսօր մտահոգ եմ եւ աղոթք եմ անում Տեր օգնիր ինձ եւ նրանք ովքեր որ այսօր Հիսուսին չեն նայել կամ եկուց պիտի չնայեն սիրելներ կամ այն ժամանակում անցած տարերում թե հին ուխտի եւ թե նոր ուխտի մարդիկ որոնք որ թողել են Հիսուսին չեն նայել Հիսուսին Աստվածին ասում եմ Տեր դու ողորմե որպես իմ կյանքի բոլորում կարողանամ քո խոսքին քեզ նայեմ Եվ դրա համար սիրելիներ հարց է առաջանում այսօր արդյոք ես այսօր ում եմ նայում մի բան ասեմ սիրելիներ թող զարմանք չլինի Տեսեք բոլոր տարիների մեջ եղել են այնպիսի մարդիկ, այնպիսի հավատքի մարդիկ, որ նայել են Հիսուսին, նայել են Աստծուն, նայել են Աստծո խոսքին, Աստծո խոսքի ճշմարտ համաձայն խոնարհվել են Աստծո խոսքի առջև եւ կատարյալ արդյունք են ունեցել։ Ես ում եմ նայում եւ կարող եմ հարց ասեմ դու ում ես նայում սիրելի քրիստոնյա այսօր քո առաջնային նայվածքը ո՞րն է օրինակ եթե աշխարհի սկզբից վերցնենք թե ինչպես են նայել հələ դեռ այդպես օրենքները չկային սիրելներ օրինակ համար դուք Աբրահամի պատմությունը լավ գիտեք հա Աբրահամը նայում էր Աստծուն նայում էր Աստծո սածին Աստծո խոսքին իսկ նրա կողքին իր եղբոր որդին վերջը Ղովտը ինչի էր նայում, ում էր նայում սիրելներ, որտեղ է ջրարպի տեղերը, որտեղ են լավ անասուն պահելու երգիրը, որտեղ կարող ինքը լավ ապրեր։ Տեսակ սիրելներ, վաղճանին ինչ տեղ ունեցավ, հա? Դուք լավ գիտեք։ Գնաց հասավ Սոդոմ Գոմոր իր վրանը հիմնեց այնտեղ եւ տեսակ թե ինչ տեղ ունեցավ վերջում։ Սիրելներ, դուք գիտեք, որ աշխարհի վերջը պիտի գա։ Այդ նույն կրակ պիտի երկնքից հայտնվի երկրի վրա։ Ես ում եմ նայում։ Աբրահամը տեսավ, հեռվից տեսավ այդ քաղաքները, որոնք կործանվում էին, ինքը մտահոգ էր մի բանի, ինչ եղավ Ղովտի ընտանիքը։ Տեսակ սիրելիներ, ինչ տեղ ունեցավ։ Ես չեմ ուզում պատմեմ դրա մեջ խորանամ, որտեղ բոլորդ գիտեք, ես ուզում եմ ասել, ես այսօր նայում եմ Հիսուսին, նայում եմ Աստծուն, նայում եմ Աբրահամի նման։ Իմ վերջը ես որտեղ եմ տեսնում Հիսուս, ես իմ վերջը հավատքով տեսնում եմ, որ վերջը Տեր, դու ընձի գտել ես, ընձի կանչել ես, ընձի քո որդուդ հայտնել ես, քո որդուդ այրունը իմ համար թափվել է, ես միշտ քեզ նայեմ, որտեղ առանց իրան գրված է
15-րդ գլուխ 5-րդ համար մեջ առանց ինձի բանը չեք կրնանել, դա գրված է Հիսուսն է ասել։ Տեսեք, ես մեկ ուրիշ տեղ կարդամ սիրելիներ։ Մեկ ուրիշ տեղ, տեսեք, Հակոբոս առաքյալը իր առաջի գլխի 25 համարը կարդամ սիրելիներ։ Բայց այն, որ ազատության կատարյալ օրենքին աչք տնկելով կնայի, անոր մեջ կկենա, տես այստեղ ավելացրեց, այսինքն այդ խոսքի մեջ կկենա, ոչ միայն կլսի, ոչ միայն կքարոզի, ոչ միայն կասի կամ կվգայի, այլ անոր մեջ կկենա, անոր խոսքի մեջ կկենա, անիգա խոսքը լսող ու մորցող չլալով, հաբա գործը կատարող երանելի պիտի լա իր կատարելու մեջ, տեսակ, երանելի պիտի լա, որտեղ խոսքին, որ նայում ես եւ այդ խոսքին կատարելուն ես նայում սրեներ, նրա մեջ ես մնում, խոսքը լսող մոռացող չես լինի։ Ասու խոսքը այդպես է, յուրաքանչյուրս այդպես է ասում սիրելիներ, որովհետեւ մենք այսօր գիտակցենք մեր միտքը բացվի Աստվածին։ Օրինակ, բերեք նոր կետականից էլի օրինակներ շատ կան, ես մի քանի օրինակներ իհարկե պիտի բերեմ։ Պողոս առաքյալը ում էր նայում սիրելիներ, ասում, Հիսուսին էր նայում, Դեմասը ում էր նայում, Դեմասը սիրեց աշխարհը, թողեց, գնաց։ Սիրելիներ, ում եմ ես նայում։ Պողոս առաքյալի ուշքը, միտքը, այդպես ասում են, սիրտը բոլոր դեպքերում կապված էր Հիսուսի Աստծո հետ, բայց Դեմասը այդպես չէր սիրելիներ։ Օրինակ, կարող ենք ասել առաքյալներից բոլորը չէ, Հուդան ում էր նայում, Հուդան նայում էր 30 արծաթին, իսկ են 11-ը նայում էին Հիսուսին սիրելիներ։ Թող Տեր օգնական հասնի։ Եթե մենք այսօր իսկապես այս բոլոր բաները մեր ներսը չդնենք, մեր ներսում ոնց որ ասած ամբարենք, մեր ներսում այդպես կուտակենք սիրելիներ, մենք ոչ մեկից լավը չենք, ասում եմ Տեր, եթե դու չպահես ինձի, եթե մի օր չպահես, ես Հուդա էլ կլինեմ, Դեմաս էլ կլինեմ, Ղովտ էլ կլինեմ, էլ Բետար էլ կլինեմ, առանց Աստծո բանը չենք կրնանել, մեր հույսը, մեր հավատքը պետք է կապենք Աստծո եւ իր խոսքի հետ ու ասենք Տեր, քեզի քո խոսքին նայեմ, ամեն օր գիշեր ու ցերեկ քո խոսքին նայեմ։ Տեսեք, Հիսուսը անձամբ խոսեց, երբ որ կարդում ենք Ղուգասու ավետարանը, տեսեք ինչ է ասում այստեղ Հիսուսը։ Բոլոր իրեն հետևողներին, բոլոր իրեն գալողներին, ուղղակի ես մի համար պետք է կարդամ, որտեղ պետք է սիրելիներ նշեմ հետևյալը, որ Հիսուսը խոսեց, առաքյալները բոլոր լսեցին, նաև իր հետ շատ մարդիկ լսեցին։ Օրինակ ես մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ Տեր, ես էլ եմ շատ լսում, ես էլ եմ կարդում, ես էլ եմ, բայց միայն լսող կարդացող չլինեմ սիրելիներ։ Իհարկե ես համարից բացի ես նոր միտքս ընկավ հետևյալ համարը, որ ուզում եմ կարդալ հետո Ղուգասը կարդալ, այստեղ շատ հրաշալի համար կա գրված, որ վկայում է Հովհաննես առաքյալը հայտնության առաջի գլխի սիրելիներ 3-րդ համարը, տեսեք հայտնություն 1:3 Երանի անոր որ կկարտա ու անոնց որ կլսեն, էլ Երանի է տալիս կարտածողին է, լսողին է, որ Երանի որ կարդում եք, բայց կարևորագույն մի բան կա, տեսեք ինչ կա գրված։ Ասում է անոնց որ կլսեն ու այս մարգարեության խոսքեր եւ կպահեն ինչ որ անոր մեջ գրված է, վասնզի ժամանակը մոտ է։ Այ Երանին անց որոնք որ կարդան կպահեն այս մարգարեության խոսքերը, որտեղ ժամանակը մոտ է։ Եվ տեսեք Հիսուսը երբ որ խոսում էր, քարոզում էր հրեաստանով մեկ սիրելներ, ինքը այսպես մի կարճ կանգնեց հետևյալի վրա սիրելներ։ Հիշում եք որ հարց էր տալիս, արի մեդից մեկն ասում էր հորս պիտի թաղեմ, մեկն ասում էր երտամ մնաս բարի եղնեմ, մեկն այսինքն մարդկանց մտքերը դեռ աշխարհ ուրիշ բաներ էին։ Բայց Հիսուսը հետևյալն ասեց 9-րդ գլուխ 62 համարը, Ղուգաս 9:62-ին։ Հիսուս սավանոր, ոչ մեկը որ ձեռքը մաջի վրա կտնի ու յետին կնայի, Աստծո թագավորությանը հարմար չի սիրելիներ։ Այսինքն Աստծո խոսքին չես նայում, հետ ես նայում։ Օրինակ, սիրելիներ, երբ որ մենք հետ ենք նայում աշխարհին, ես այսպես եմ կարծում, աշխարհի մեջ աշխարհի վրա բացի մեղքից եւ պղծությունից ուրիշ բան մենք այսօր չենք տեսնում, այդպես է, թե այդպես չի։ Իսկ երբ որ նայում ենք Հիսուսին, նայում ենք իր խոսքին, նայում ենք իր ամեն ասածին սիրելիներ,
ասում է հարմար չի լինում այդ անձնավորությունը, որ մեկ Հիսուսին է նայում եւ մեկ էլ հետ աշխարհին է նայում։ Թող Աստված օգնական հասնի եւ գուցե եւ մեկ չի լինում, որ մենք էլ ասում ենք այն իսպես գուցե ես էլ անեմ, չէ, սիրելիս, մինչև վերջը նայիր Հիսուսին, որտեվ Հիսուսը քեզի համար հավդենական կյանք է բերել։ Դուք գիտեք, որ ինչ որ մենք ունենք, չունենք, ինչ որ ունենք, չունենք, շուտով բոլորը պիտի այրվին, բոլորը պիտի վառվին, եւ պիտի նրանք մնան, ովքեր որ իրանց հույսը, հավատը, իրանց ոնց որ ասած աչքերը ուղղել են Տիրոջը, ուղղել են Աստծո խոսքին, սիրելիներ։ Տեսեք, ես նա դուրիշ օրինակ եմ բերում, մինչև անգամ տեսեք այն երկու քույրերը, Մարտան ու Մարիամը, Հիսուս այցելեր էր Բեթանիա եւ իրանց տուններ։ Եվ տեսեք ինչ էր տեղ ունեցել այնտեղ, սիրելիներ։ Ինչի Մարիամը չգիտեր, որ Հիսուսը սոված է, երկար ճանապարհ է եկել։ Բայց Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի մոտ, նստեց, որպեսզի լսի այդ կյանքի խոսքը, լսի այդ ճշմարտության խոսքը, լսի այդ փրկության ավետարանը, լսի եւ նայում էր Հիսուսին, մինչև անգամ, տեսեք, մենք լավ գիտենք, շատ լավ գիտենք, որ հյուրասիրությունը դա շատ լավ բան է։ Նամանավանդ, որ Մարտան հաց էր պատրաստում Հիսուսի համար, բայց Հիսուսը ասեց, աղեք բաժինը Մարիամն է ընտրել։ Դու այդ աղեք բաժին ընտրել ես, քրիստոնյա ջան, աղեք բաժինը։ Հյուրասիրությունից առավել, ամեն բանից առավել, ասում եմ Տեր, ամեն բան, ինչ որ դու արել ես ու ասել ես Սուրբ Գրքի մեջ, բոլորը կարևոր են, բայց կարևորից կարևոր էլ կա, գիտեք սիրելիներ։ Օրինակ հյուրասիրությունը շատ լավ բան է, բայց այդ կարևորությունից ավելի կարևոր գլխավորը կա, որ նայել Հիսուսին, նայել խոսքին, նայել Աստծո ասածին, այդպես է թե այդպես չի, սիրելիներ, ինչպես եք դուք մտածում։ Նայել, որտև Հիսուսի ասած խոսքը հավիտյան իրական է։ Օրինակ ես միշտ այդպես համեմատել եմ, դուք էլ լավ գիտեք, այնպեսի տողեր եմ ասում, որ դուք շատ անգամ կարդացել եւ լսել եք, սիրելիներ։ Դավիթը նախադինքի մեջ էր, հալածանքի մեջ էր, դժվարության մեջ էր, նախադվում էր Սավուի կողմից, ամեն օր փնտրում էին, որ սպանեին, Դավիթին իշկան, օրեր ու տարիներ գուցե անցա մենք այդ ժամանակաշրջանը չգիտենք, բայց բավականի ժամանակ Սավուղը փնտրում էր Դավիթին սպանել։ Դավիթը նայում էր Աստծուն, Սաուղը նայում էր սպանելուն։ Տեսնում եք, բայց ընդրված թագավոր էր։ Իր այդ մոտավորապես 18-20 տարին, որ նայում ենք հերթականությամբ, տեսնում ենք, որ Սաուղը շատ լավ բաներ արել է։ Շատ լավ բաներ, բայց վերջում ընկավ, խոդորվեց, դժվարացավ, խնդիր առաջացավ։ Ես էլ եմ մտածում, Տեր, կարող է մեր կյանքի մեծ մասը քեզի ենք եկել, քեզի ենք նայե, չլինի որ հանգարց մինչև վերջը հավատարիմ չմնանք, պահե մեզի, պահե ինձ Տեր, Տերը թող պահի ինձ եւ ձեզ։ Սիրելիներ, մենք այս մարդկանցից լավ չենք։ Օրինակ, երբ որ Սաուղը մարգարանում էր, Սաուղը բարիքներ անում, Սաուղը թշնամիներ էր հաղթում, Սաուղը շատ գործեր արեց Իսրայելի մեջ, բայց վերջում չմնաց, Տիրոջ խոսքի մեջ չմնաց։ Դավիթը մնաց, սիրելիներ։ Տեսնում ենք, սիրելիներ, ինչպիսի բաներ կա այսօր երկրագնդի վրա, որ այսօր կարող է խաբել մեզի, ինձ եւ ձեզ, զգուշություն անենք, որտեվ չգիտենք։ Օրինակ, դուք տեսնում եք, որ Սամվել մարգարեն ինչպիսի մարգարե դատավոր եղավ Իսրայելի մեջ։ Դուք լավ գիտեք, իր կյանքի բոլոր այն մանկությունից ի վեր ինքը նվիրվեց Տիրոջը եւ ապրեց տաճարի մեջ։ Բայց հեղին իր կողքին այդպես չէր, սիրելիներ։ Հեղին ինչ էր նայում, ինչ էր անում։ Մենք չենք ուզում չարախոսենք կամ ինչ որտեղ վադաբանենք, բայց Սամվել մարգարեն, Սամվել մանուկը ում էր նայում, սիրելիներ, ում հետ էր խոսում ինքը։ Իր սիրտը, հոգին ու միտքը Տիրոջ հետ էր, սիրելիներ, բայց հեղինը այդպես չէր։ Սիրելիներ, ես մեկ ասում եմ, Տեր, ոչ հեղինից եմ լավ, ոչ Սաուղից եմ լավ, ոչ Հուդայից եմ լավ, ոչ մյուսներից եմ լավ, ոչ մեկից լավը չեմ, եթե դու ողորմություն չանես ու չպահես։ Հələ մի բան ասեմ, ասենք շատ տարիների հավատացյալներ այստեղ շատ կան, հիշեք առաջ իշքան մարդիկ են եղել, այսօր չկան, աշխարհում են, հեռացել են, մերժել են, թե եղբայրներ, թե քույրեր, տեսեք ինչ օրն են ընկել, ինչ վիճակի մեջ են եղել,
Փառք Տիրոջը, Տերը մեզի պահել է եւ թող Տերը ամեն օր պահի մինչեւ մեր կյանքի վերջը, մինչեւ Հիսուսի օրը, գալու օրը, հափշտակության օրը Տերը թող ողորմանա ու պահի։ Ես այդ գնացողներից ոչ մեկից լավ չեմ, ոչ մեկից բարի չեմ, բարին Աստված է, որ ինձ եւ ձեզ պահում է, սիրելիներ։ Եվ դրա համար ես մի հատ օրինակ էլ բերեմ, հետո միտեղ էլ պետք է կարդամ եւ ավարտեմ խոսքս։ Ես այսպես նայում եմ ամբողջ Իսրայելի ժողովուրդը, լսեք ինչ բաներ տեսան, ինչ հրաշքներ, ինչ զորություններ տեսան, հա։ Թե Եգիպտոսի երկրում, թե անապատի մեջ, իրան ճամփորդության մեջ։ Եվ այնտեղ Մովսես առաջնորդում էր Ահարոնը մյուսները, իշքան մարդիկ նայեցին Աստծուն Իսրայելի ծերերը։ Մովսեսը նայում էր Աստծուն, բայց Իսրայելի ժողովուրդը նայում էր դեպի ետ, ուր էր նայում։ Եգիպտոս։ Մովսեսը, Ահարոնը մյուսները, շատերը, Քաղեբը, Հեսուն, դուք լավ գիտեք, նայում էին Աստծուն, որ Աստված ինչ որ իրանց համար ասել է, դա իրական է, դա պետք է տեղի ունենա, դա պետք է կատարվի, իրանք պետք է հասնեն մինչև կատու-մեղր բխող երկիրը, պետք է Աստծո տվածը վայելեն, փառավորեն, պետք է ասում, բայց չհասան շատերը, սիրելիներ։ Ասենք շատերի տրտնջողների ոսկորները անապատի մեջ ընկան, որտեղ նրանք ետ նայեցին։ Նորից հարցնամ, սիրելիներ, ինձ եւ ձեզ, ես ու դու ում ենք նայում։ Մովսեսի պես նայում ենք, Դավիթի պես նայում ենք, սիրելիներ, Պետրոսի, Հովանեսի պես նայում ենք, թե հակառակն տգար, գնացած, հեռացած, ու այդպես բյուրավոր օրինակներ կան, հազարավոր օրինակներ կան, սիրելիներ, Սուրբ Գրքի մեջ, որ կարդում ենք, թե ինչեր կատարվեց մարդկանց հետ։ Եվ այսօր էլ է կատարվում այդպես։ Եթե ուզում ես հավիտյան ապրես, եթե ուզում ես Հիսուսին տեսնես, եթե ուզում ես հափշտակվես, եթե ուզում ես բաժին ունենաս, ուրեմն պետք է նայես իրան, այսինքն սիրա կյանքի խոսքերին, ճշմարտության խոսքին, ավետարանին պետք է նայվի, սիրելիներ, որպեսզի նրա մեջ ապրենք։ Թեպետ Աստված, ես էլ կարդամ եւ աղոթքի կանգնենք, թեպետ Աստված, սիրելիներ, ոչ մեկին զորով, ոչ մեկին ոչ մի բանով չի համոզում կամ բան, նա խոսք է ասել եւ այդ խոսքին ես պետք է հավատքով ընդունեմ եւ հետևեմ այդ խոսքին։ Տեսեք, Ժողովող 11-րդ գլխի 9 համարում, որ այստեղ իհարկե գրված է երիտասարդների համար, բայց ես այսպես եմ համարում, նաև վերաբերվում է ինձ եւ ձեզ, բոլորիս վերաբերվում է, սիրելիներ։ Տեսեք 9 համարում ինչ է գրված. Ով երիտասարդ, քո մանկությանդ մեջ ուրախ եղիր։ Երիտասարդության օրու մեջ սիրտդ թող քեզ զվարճացնե, եւ քո սրտի ճամփաներով աչքերիդ նայվածքով քայլե, բայց գիտիր, որ ասոնց ամենու համար Աստված քեզ դադաստանի պիտի բերե։ Դες մը Աստված ասում է, որ ուզում ես գնա, ինչ ուզում ես արա, բայց հիշիր մի բան, որ վերջում պետք է դադաստանի կանգնես։ Բոլորից վերաբերվում է թե ոչ, սիրելիներ։ Ինձ է եւ վերաբերում եւ ցեզ է վերաբերում, թող Աստված օգնական հասնի։ Այս կարճ խոսքերի մեջ էսպես տեսնում եմ, որ սիրելիներ, ինձ պետք է ամեն օր կպչել Հիսուսին։ Ինձ պետք է ամեն օր իր ոտները կրկեմ, ասեմ Տեր ինձի պահե, Տեր ինձի հավատարիմ դարձրու, ինձի մի մոռացի, ինձի մի թողր։ Դավիթը իր վատ տգար վիճակի մեջ ես էլ ասեմ եւ աղոթ կանենք, այն որ դժվարանում է վիճակը, հիշում եք մի երկու տեղ գրված է, չեմ կարդում, բայց հիշեցնում եմ, դուք գիտեք, Տեր շուտ արա հասիր, շուտ հասիր ինձի։ Հիշում եք այդպեսի տեղը, Տեր շուտ հասիր ինձի։ Եթե վիճակը դվատ է, եթե տգարություն, դժվարություն, խնդիր կա, ասա Տեր շուտ հասիր ինձի։ Ես քո կարիք ունեմ։ Ես քո այսօր ողորմության շնորհքի, քո բժշկության կարիք ունեմ։ Շուտ արա հասիր ինձի։ Վաղը կարող է ուշ լինի, սիրելիներ։ Վաղը կարող է ուշ լինի։ Կամ ես չլինեմ, կամ դու չլինես։ Թող ամեն բան Հիսուսի անունի եւ փառքի համար նայենք Հիսուս